անընդհատ դու կախման մեջ ես գործատիրոջից։ Երկու կոպեկ հետ գցել։ Դժգոհ ենք, որ հետ կյանք նա հիմա բաժին։ Այնտեղից արդեն դուրս չես գալիս։ Անօրինական ջահիճ։ Վերջում ինչ ես, տերև ես, դու մի ծառ ես, միշտ դու քեզ հետ ես կարծում, որ դու ինչ-որ մի բանի մասնիկ էիր ու դու պոկվել ես եկել ես տեղ։ Մասնագիտությամբ շինարար Ֆրունզիկը գրեթե ամեն տարի մեկնում էր Ռուսաստան, արտագնա աշխատանքների։ Մի անգամ էլ նա 2 տասնյակ ուրիշ հայ շինարարների հետ ուղևորվել է Կազան, Վոլգայի ափին անվարանոցներ կառուցելու։ Ճանապարհածախսի գումարը տվել է նրան աշխատանք առաջարկողը։ Տեղ հասնելուն պես Ֆրունզիկից եւ նրա բախտակիցներից հավաքել են անձնագրերը։ Նրանց պահել են անտառում, վագոնների մեջ։ Աշխատել են օրը 15-16 ժամ։ Ստացել են սնունդ եւ ծխախոտ։ Դաժե 3 ամսվա մեջ ես չեմ կարողացել գոնե մի դրամ կամ մի ռուբլի ես ուղարկեի իմ ընտանիքին։ Ու կապ չուներ, ոչ մի հեռախոսակ կապ։ 3 ամիս ես իմ ընտանիքից խաբար չեմ եղել։ Կոպիտ ասած, ինչ որ մի վայրենի տարածք մեզ տարան գցեցին, ուտպես էլ մենք միջև վերջ աշխատանք այդ 3 ամիսը։ Ասում եմ, точно, ռաբիզոն։ Ոչ սապրվել, մազերս եղել եմ մի եկավ սենց մի սար։ Մուրուկս ես մեծ առանց սապրվելու 3 ամիս ինչ կլինես։ Ոչ լողանալ, ոչ բան։ Ստրկական պայմաններում աշխատանքը վերջապես մի օր հոգնեցրել է Ֆրունզիկին եւ նրա գործընկերներին։ Մարդիկ փախել են։ Նրանց գտել են ոստիկանները, վերադարձրել անձնագրերը եւ Կազանը լքելու գումար են հատկացրել։ Ֆրունզիկը կարողացել է մեկնել Կրասնոդար, հարազատների մոտ, մի քիչ աշխատել եւ Հայաստան վերադառնալու գումար վաստակել։ Մարդուն բնակեցնում են Աստված գիտի թե ինչ պայմաններում, կարտոնե տներում կամ կայարաններում, մարդկանց բերում են Ռուսաստան աշխատեցնելու, հետո չեն վճարում, թողնելով ամայի դաշտերում, կամ էլ լավագույն դեպքում հանձնում են իրենց հետ աշխատող ոստիկաններին, որպեսզի այդ մարդկանց արտաքսեն երկրից։ Այս պատմությունները ծնվում են անտեղյակությունից։ Կապը այն ձև է դրված, որ անընդհատ դու կախման մեջ ես գործատիրոջից, ասենք ես մի ամիս աշխատում ես, փող չկա, երկրորդ ամիս աշխատար, առաջին ամսվա փողը արդեն ուղարկում է, ու այն ձև ալնում, որ դու անընդհատ մի ամսվա աշխատած փողը չես ստացել։ Պասպորտ հասկացողություն ոչ մեկի մոտ չկար, որ հարցնում ես ուր ակու պասպորտ, գործատիրոջ մոտնա, շեֆի մոտնա, շեֆնովա խիա տվե պասպորտը, ինչ պայմաններում ես տվե, զգում ես, որ իրան կախման մեջ են էլ։ Ավետիք Ֆրանգյանը սպիտակցի է, կինը մահացել է 7 տարի առաջ, ապրում է 3 երեխաների հետ, չի աշխատում։ Արտագնա աշխատանքի բազմաթիվ առաջարկները մերժել է, քանի որ Ռուսաստան մեկնած ընկերոջից լսել է աշխատանքային շահագործման մասին։ Պարզ չի, որ խափում են, տենց է։ Մարդը, եթե այնտեղ իրան ասենք, բռնող տեղ չունեցավ, պահանջ ներկայացնելու տեղ չունեցավ, պարզավոր խափված է։ Վերջ շրջանում են, վեր են կանում, խափում տանում են այնտեղ, հետո անձնագրերը հավաքում են, ու այդ մարդը հետ մա 3 ամիս, 4 ամիս ֆռնում է, նոր գալիս ասում են գնատու։ Հայաստանում թրաֆիկինգի դեմ պայքարելու համար միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծված։ Այստեղ քննարկվում են նաև աշխատանքային թրաֆիկինգի հարցերը։ Աշխատանքային տրաֆիկինգի առումով մենք նոր ենք սկսում ուսումնասիրություններ իրականացնել, մեր համոզմամբ մենք ավելի կարող է խնդիր ունենանք աշխատանքային շահագործման կամ մեր քաղաքացիների, որոնք միգրացիա են ենթարկվել տարբեր երկրներ աշխատանքային նպատակներով եւ այնտեղ որոշակի աշխատանքի փնտրտուքով կարող են հայտնվել իրենց իրավունքների ոչ լիարժեք պաշտպանության ոլորտում։ Հայաստանում թրաֆիկինգի կանխարգելմամբ եւ զոհերի աջակցությամբ զբաղվող կազմակերպությունները թրաֆիկինգի զոհերին տրամադրում են բժշկական, հոգեբանական եւ իրավաբանական օգնություն, ինչպես նաեւ ապահով կացարան։ Գործում է նաեւ թեժգիծ։ Անկոր թեժգիծ։ Բարև ձեզ։ Սենց մի հարցով եմ ձեզ զանգել, չգիտեմ կարող եք ինձ օգնել թե չէ։ Հայաստանում գործում է թրաֆիկինգի 2 թեժգիծ։ Ամքոր հասարակական կազմակերպությանը 0850 855
Եվ հույս եւ օգնություն հասարակական կազմակերպությանը 0800 80 801 Եթե դա տրաֆիկինգին վերաբերող դեպք է, դա կարող է զանգահարել եւ նույնպես ինքը զոհը, կարող է զանգահարել բարեկամները զոհի կամ այն մարդկանց, որոնք գնացել են արտասահման եւ ինչ-որ խնդիրներ ունեն արտասահմանում։ «2007 թվականի մարտ ամսվա տվյալներով Հայաստանում թրաֆիկինգի զոհ է ճանաչվել 92 մարդ, նրանցից 20%-ը ենթարկվել է աշխատանքային շահագործման, 80-ը սեռական։ Սեռական շահագործման համար կանանց Հայաստանից հիմնականում տեղափոխում են Արաբական Միացյալ Էմիրություններ ու Թուրքիա։ Մենք պայմանավորվենք, որ ես գնալու եմ ընկերուս մոտ ընդամենը 10 օրով, որտեղ ինքն ասեցի 10 օրից դու արի իմ մոտ կմնաս, կծանոթանաս, ամուսնուս հետ երեխուս կտենաս, իրար հետ մենք հետ կգանք Հայաստան։ Ռուզանը խաբվել է։ Նա հայտնվել է թուրքական անծանոթ քաղաքում եւ ընկել է սեռական թրաֆիկինգով զբաղվողների ձեռքը։ Աղջկա անձնագիրը վերցրել են եւ ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ։ Հենց մտանք, ընդեղից արդեն դուրս չես գալիս։ Վերջ, մարդիկ իրանք են գալիս պատվալ քո մոտ, մի խոսքով իրանք էլ դուրս են գալիս։ Մոտավորապես ամենակիչը 5 հոգի ամեն օր գալիս են։ Մեր հետ պատվալում ուրեմն ամեն անգամ մի հոգի, 2 հոգի, երիտասարդներից էլ մնում լրիվ նրանք լրիվ մոտատար շանակներ կան, մի խոսքով լրիվ զինված էին։ Լրիվ ինչ-որ հաբեր էին օգտագործում ընդհանրապես, ասենց կարային 2-3 օր մեր հետ նստեին ու չքնեին ընդհանրապես։ Այնտեղ լուսամուտներ, լրիվ ռեշոտկաներով էր դու դից ոնց ուզում ես չես կարա մի խոսքով փախնես, այնտեղ քեզ ասում են, որ ուզում ես գորա, ուզում ես ձենդ գցի, գլուխդ ինչ ուզում ես արա, այստեղ ոչ մեկ քեզ չի լսի, ու հետո ոչ մեկ ռիսկ չի անի քեզ օգնի։ Ժամանակ չունես հաց ուտելու, ժամանակ չունես քնելու, որովհետև պատրաստ հագնված, քսված պետք է նստած լինես այնտեղ, որովհետև կարող է մեկի մտքով անցնի, չգիտեմ, գիշերվա 5-ին, մեկի մտքով կարող անցնի, ոչ տարբեր ժամերի։ Ու այնտեղ կարևոր չի այնտեղ 3 աղջիկ կա, թե 4 աղջիկ կա, այնտեղ կարան մի անգամից 8 հոգի մարդ կան։ Մի քանի ամիս հետո Ռուզանին հաջողվել է փախչել։ Մի թուրք տղայի օգնությամբ Ռուզանը դիմել է ոստիկանություն։ Նրան ուղարկել են թուրքական հասարակական կազմակերպություն, որտեղ աղջիկը ապաստան է ստացել։ Նրան հետ են ուղարկել Հայաստան։ Երբ հայրենիք վերադարձավ, Ռուզանը 4 ամսական հղի էր։ Նա չէր ուզում իր ապագա երեխային մեծացնելիս նրա թուրք հորից օգնություն խնդրել։ Ես չեմ ուզում ոչ մի կապի հետ։ Ոչ էլ ուզում եմ, որ իմանա։ Չի ասի թե վատնա, բայց իմ մոտ նես տպավորություն ամնացել, որ դաժե ամենաունն է, որ թուրքերը իրանք հավոր վախկոտ են։ Եթե իրերը ինձ կարար փոխտա, բայց ինքը չի կարա ինձ օգնել պատվալից դուրս գամ, ինքը ինձ պետք չի ոչ հիմա, ոչ հետո։ Ու ոչ հետո իմանա, որ ես երեխա ունեմ։ Եթե իրանը չէ, դա մենակ իմնա։ Այսինքն այդ տերևն ես, դու ինչ ուզում ես արա, ուզում ես կայացած եղի, ուզում ես այդ սիրուն այդպես ռամկի մեջ կախած եղի, բայց դու տերև ես փոկված։ Մեկ լավ ես, մեկ վատ ես, մեկ չորացած ես, մեկ կանաչ ես։ Այդ քո կյանքից է, բայց այդ է վիճակը։ Պասպորտ հասկացողություն ոչ մեկի մոտ չկար, որ հարցում ես ուր ակու պասպորտ, գործատիրոջ մոտնա, շեֆի մոտնա, շեֆնովա խիա տվե պասպորտը, ինչ պայմաններում ես տվե, զգում ես, որ իրան կախման մեջ են էլ։ Բարքերով նոր շրջապատված Գերդում է նոր մի կյանք Խեղդում մի ցավ Պետք է հարմար
Շփման առանց լեզվի թափառական քարավան մի մոլորված օթևան խնդրելիս հարևան նոր բարեկամ